Արդյոք կնվազի վառելիքի գինը, ինչ արդյունքով է ավարտվել նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Կառավարական հանձնաժողովի հետ գների կարգավորման հարցի քննարկումը տևել է մոտ 1.5 ժամ։ Մինչ այդ հանդիպումներ են տեղի ունեցել դեղագործական ընկերությունների, արտադրողների, ցանցային մարկետների, բաշխիչ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդարանի նախագահը հայտնում է, որ Եվրամիությունը փորձում է Վրաստանում գործող օրենքը շրջանցելով իր կողմից կառավարվող ոչ կառավարական կազմակերպություններին տրամադրել գումար։ Շալվա Պապուաշվիլին նշվածն ապացուցելու համար սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ եւ գրանցման փաստաթղթեր։ Նրա հայտարարությամբ կան Եվրամիության սխեմաներ Վրաստանի վրա քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար, որն արտահայտվում է քաղաքականության մեջ գումարի հոսքով։ Հետևաբար Եվրամիությունը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչպես է հաշվառվում ֆինանսավորումը։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով Խարդախ ծրագրերը Եվրոպայի կենտրոնում են ստեղծվում, որպեսզի Վրաստանի դեմ քաղաքական գործընթացները ֆինանսավորեն։ Մեծ Բրիտանիան եւ ԵԱՀԿ-ի 23 երկրներ Վրաստանի նկատմամբ ակտիվացրել են Մոսկվայի մեխանիզմը եւ պահանջում են փորձագիտական առաքելություն ստեղծել։ Հայտարարության մեջ կարդում ենք, որ առաքելությանը կհանձնարարվի կատարել Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված վերջին իրադարձությունների փաստաթղթավորումը, գնահատել այդ իրադարձությունների ազդեցությունը քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ազատության, օրենքի գերակայության եւ դատարանի անկախության, քաղաքական պլյուրալիզմի եւ ժողովրդավարական հասարակության այլ կառուցվածքային բնակիչների վրա, ինչպես նաև պատրաստել առաջարկություններ մտահոգիչ հարցերի լուծման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրողները կոչ են անում Վրաստանին համագործակցել առաքելության հետ։ Մոսկվայի մեխանիզմի ակտիվացումը եւ փորձագիտական առաքելություն ստեղծելու պահանջը արդեն գնահատականների են արժանացել քաղաքական սպեկտրում։ Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածում եւ անվանում է այն առաջարկությունների ցանկը, որոնք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից անցկացված ստուգման ընթացակարգից հետո հունվարի 26-ին Ժնևում դրվել են որպես եզրակացություն։ Գերմանիան մտահոգություն է հայտնում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնի հարձակումների համար պատասխանատվության բացակայության վերաբերյալ եւ խորհուրդ է տալիս Վրաստանին հետաքննել ցուցարարների նկատմամբ ուժի չափազանց կիրառման մասին տեղեկանքները, չեղյալ հայտարարել կամ փոփոխել այսպես կոչված օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը եւ դրամաշնորհների մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Բացի այդ, վերանայել հավաքների եւ երթերի մասին օրենքում, վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքերում կատարված փոփոխությունները, չեղյալ հայտարարել կամ հիմնարար կերպով փոփոխել հեռարձակման մասին եւ խոսքի ու արտահայտության ազատության մասին օրենքներում կատարված փոփոխությունները։ Գերմանիայի դեսպանատունը պարզաբանում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իրականացնում է ստուգման ընթացակարգ, որը բոլոր անդամ պետությունները պետք է պարբերաբար անցնեն։ Այս ընթացակարգը հիմնվում է ՄԱԿ-ի խարտիայի, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, մարդու իրավունքների կոնվենցիաների եւ համապատասխան դեպքերում միջազգային մարդասիրական իրավունքի վրա։ Շալվա Պապուաշվիլին եւս մեկ անգամ զրուցել է այսպես կոչված հեղաշրջման գործի վերաբերյալ։ Նա հիշել է Ամրանը Եվրամիության դեսպանին ուղարկված նամակը։ Կարևոր է պարզել հենց Եվրամիությունից, նրա դեսպանատնից եւ Եվրամիության անդամ երկրների դեսպանատներից արդյոք ֆինանսավորել են Խարդախ սխեման եվրոպական փողով, արդյոք օգտագործել են կեղծ ՀԿ-ներ, որպեսզի Վրաստանի օրենսդրությունը շրջանցեին եւ ներմուծեին քաղաքական փող։ Այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է լրագրողներին։ Պապուաշվիլիի խոսքով օտարերկրյա փողը գործ չունի Վրաստանի քաղաքականությունում, քանի որ դա հենց այն է, ինչը խախտում է միջազգային իրավական կարգը եւ այդ թվում խաթարում է Եվրամիության հեղինակությանը։ Հանցագործությունների վիճակագրությունը հրապարակում է ներքին գործերի նախարարությունը։ Ըստ հայտարարության իրավապահների կողմից տարբեր գործերով իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականին բացահայտվել է գրանցված հանցագործությունների 70%-ը։ Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է։ Բացի այդ, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում նվազել է բնակարանից գողությունների, կողոպուտների, շորթման եւ խարդախությունների դեպքերը։ Թմրամիջոցների եւ կազմակերպված հանցագործությունների բացահայտման աճին եւ ոստիկանության կողմից պայքարի ակտիվացմանը համաչափ գրանցվել է 54134 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4158 դեպքով ավելի է։ Գրանցված հանցագործությունների աճը պայմանավորված է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների բացահայտմամբ։ Աճել է հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման, կրելու բացահայտումը։ Դիտավորյալ սպանությունների թիվը նվազել է 11 փաստով, իսկ առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը
ցանկը 517 փաստով։ Երկրից արտաքսվել է 1311 օտարերկրյա քաղաքացի։ Վլադիմիր Զելենսկին հայտնում է, որ պատրաստ է առաջնորդների գագաթնաժողովի ցանկացած ձևաչափի, բայց ոչ այն ձևաչափի, որը կանցկացվի Մոսկվայում։ Նրա խոսքով Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի նաև Բելարուսում։ Ինչպես Ուկրաինայի նախագահն է պարզաբանում, խաղաղության ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնության կարելի է հասնել միայն առաջնորդների գագաթնաժողովում, եւ Պուտինին առաջարկում է ժամանել Կիև։ Ես հրապարակավ հրավիրում եմ նրան, եթե իհարկե նա համարձակվի, նշել է Զելենսկին։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքով ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջև հաջորդ բանակցությունների ռաունդի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։ Մեր կարծիքով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ինչ-որ բան է կատարվում։ Այս իրադարձությունները հավանաբար կարող են ազդել ժամկետների վրա, պարզաբանել է Վլադիմիր Զելենսկին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին, որ Ռուսաստանը մեկ շաբաթ չռմբակոծի Կիևը եւ այլ քաղաքներ։ ԱՄՆ-ի նախագահը խնդրանքի պատճառը նշել է Ուկրաինայում տիրող ցուրտ եղանակը։ Reuters-ի տվյալներով Ուկրաինայում ջերմաստիճանը հաջորդ շաբաթ կհասնի -30 աստիճան Ցելսիուսի, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է։ Թբիլիսի բյուջեն ավելանում է մոտ 300 միլիոն լարիով եւ ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 2 միլիարդ 500 միլիոն լարի։ Քաղաքային խորհուրդը քննարկել է փոփոխությունները։ Բաշխումը կկատարվի ըստ առաջնահերթությունների՝ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում եւ վերակառուցում, վթարային շենքերի ամրացում-փոխարինում, առողջության պաշտպանություն եւ սոցիալական ապահովագրություն։ Սա այն հարցերի ցանկն է, որոնց վրա կծախսվի մայրաքաղաքի ավելացած բյուջեն։ Վրաստանը ITB China 2026 զբոսաշրջային ցուցահանդեսում կներկայացվի որպես գործընկեր երկիր։ Վրաստանի տաղավարում ներկայացված կլինեն մինչև 70 վրացական ընկերություններ, կանցկացվեն շնորհանդեսներ եւ աշխատանքային հանդիպումներ։ Տաղավարին կտրամադրվի 500 քառակուսի մետր տարածք, որտեղ կանցկացվեն մշակութային ներկայացումներ, գաստրոնոմիայի եւ գինու վարպետության դասեր։ Զբոսաշրջության ազգային վարչությունում նշում են, որ Չինաստանում եւ ասիական երկրներում Վրաստանի որպես գործընկեր երկրի ներկայանալը կնպաստի երկրի ճանաչելիության բարձրացմանը եւ կգրավի զբոսաշրջիկների հոսքերը։ Վրացի մարզիկների հրաժեշտի եւ երթման արարողությունը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում տեղի է ունեցել Օլիմպիական կոմիտեում։ Խաղերը փետրվարի 6-ից 22-ը կհյուրընկալի Միլան Կորտինան։ Վրացի մարզիկների անունից երթումը տվել է դահուկորդ Նինո Ծիկլաուրին, ով օլիմպիական խաղերին կմասնակցի 5-րդ անգամ։ Վրաստանի հավաքականը Իտալիայում կմասնակցի 8 մարզիկով, 2 մարզաձևերում։ Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակումը ձեզ կառաջարկեն Առաջին ալիքը եւ Առաջին ալիք սպորտը։